Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր լրատվականի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է, զրույցի այսօրվա նյութը աշխարհագրական քարտեզը։ Մեր հյուրն է Երևանի Պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության եւ գեոմորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Պարույր Էֆենդյանը։ Բարև ձեզ, պարոն Էֆենդյան։ Բարև ձեզ։ Մարդը այսօր անընդհատ օգտվելով ձեռքի հեռախոսից, անընդհատ տեղաշարժվելով ժամանակակից գերկառուցապատված քաղաքներում, անգամ պատկերացում չունի, թե ինչպես ծնվեց այդ տեխնոլոգիական քարտեզը եւ ինչ ճանապարհ անցավ, մինչդեռ դա բավականին երկար, բարդ եւ շատ հետաքրքիր պատմություն ունի, համաձայն եք։ Միանշանակ։ Այդ դեպքում ինչ է քարտեզը։ Գիտեք, քարտեզի տարբեր բնորոշումներ կան։ Սկսենք դրանից, որ քարտեզ ստեղծվել է ավելի վաղ, քան գրերը։ Մինչև գիր լինելը արդեն կար քարտեզ։ Այդ ինչպես։ Քարտեզը դա սխեմատիկ արտահայտություններ տեղանքի։ Դրա համար գրեր պետք չէին։ Տարբեր աղբյուրներ, տարբեր տվյալներ են տալիս, ընդհուպ 8000-ամյակ արդեն քարտեզը գոյություն ունի։ Դեր եգիպտոսյան քարտեզից, բաբելոնյան քարտեզից էլ առաջ, խեցիների վրա, նույնիսկ փղի ժանիքների վրա գծած քարտեզ, նույն էլ չեմ ասում ժայռափոր եւ այլն, Քարտեզը, գիտեք, հարգելի կարդը, ես կասեի մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկն է։ Այ կոթողային կա հայտնագործություններ, մարդու պատմության ընթացքում կրակը, անիվը եւ այլն, ես քարտեզ կդասեի դրանցից մեկի շարքում, ինչու։ Այսօր ինչքան էլ մենք ապավինենք GPS եւ այլն, այդ բոլորը դա բոլորովին չի նսեմացնում քարտեզի դերը, նշանակությունը, ընդհակառակը։ Հիմա շատ իհարկե ավելի հասանելի է եւ թվային քարտեզը, էլեկտրոնային եւ այլն, բայց կա ոլորտներ, օրինակ ասենք երկրի պաշտպանության ոլորտը։ Դուք ինչպես եք պատկերացնում, պատերազմի դաշտում հեռախոսը չի անել օգտվի GPS-ից կամ գլոնասից կամ չգիտեմ ինչ որ բանից։ Իհարկե դրա եւ պատահական չի, որ անկախ նրանից ինչ զինվորական մասնագիտության տեր են մեր զինվորները, բոլորը անխտիր կերպով սպայական կազմը նման ուսումնասիրում են քարտեզագրությունը։ Դեր Սուվորովն է ասել ժամանակին, որ քարտեզը դա բանակի աչքերն է։ Դա հնարավոր չի պատկերացնել։ Նման նորից եմ ասում այսօրվա պայմաններում, իսկ ինչ մնաց քարտեզի զարգացման ուղին, դա զուգահեռ մարդկության զարգացման հետ կապված է։ Բոլոր հասարակարգերի ժամանակ իհարկե տարբերվել է եւ ճշտությամբ, եւ ընդգրկումով, եւ նպատակներով, բայց Այնմիջև մեր հաղորդման սկսելը դուք ասացիք, որ երրորդ դար մեր թվարկությունից առաջ քարտեզում կար նաև Ուրարտու։ Դա միակազգում ենք, որ կարող ենք հպարտությամբ ասել, որ Ուրարտու դա մեկ ենք հայերս ենք, դա բանավիճելով բոլորովին ուրիշ թեմա, որ այնքան էլ կապ չունի մեր այսօրվա զրույցի հետ, ամենից հասարակ քարտեզերը, գիտեք, ես կասեի քարտեզի ոնց որ այդպես արդյունաբերական, արդեն կիրառական նշանակությունը ստացվեց, երբ որ առաջացավ մասնավոր սեփականությունը, որը անհրաժեշտ էր գծագրել, տեղակայել։ Իսկ ինչպես առաջացավ մասնավոր սեփականությունը, Ժան-Ժակ Ռուսո շատ հետաքրքիր միտք ունի արտահայտած, երբ գտնվեցին մարդիկ, ովքեր ցանկապատեցին մի կտոր հող եւ ասացին դա իմն է, եւ գտնվեցին մարդիկ, ովքեր հավատացին, որ դա իրենն է, առաջացավ մասնավոր սեփականություն։ Այդ պահից առաջացավ նաեւ դա գծագրելը, հարևան հողատերերի հողամասերը գծագրելը, համադրելը,
առաջացավ արդեն ինչպես արտահայտել մասշտաբը դա փոքրացման չափն է Գիտությունը զարգանալու հետ միասին եւ եթե մեկ վերադառնանք մեր հայկական թեմային, իհարկե անփոխարինելի մեծ ներդրում ունի Անանյա Շիրակացի 7-րդ դարում ու ես չեմ ասում որ դա մեկ ենք ստեղծել Անանյա Շիրակացը առաջ իհարկե եղել է իհարկե բայց ի պատիվ մեր ազգի մենք կարողացել ենք մենք միջև հիմա դեռ պահպանվել են Արտաշեսյան սյուները 2200 տարի արդեն անցել դա սահմանասյուներն են դա արդեն ասում է ազգի նստակյաց լինելու մասին Քոչվորը չէր կարող կամ իմաստ չուներ որ ինքը սահմանազատ էր ինքը ամրացներ իրեն հող օգտագործման սահմանները իսկ նստակյաց բնիկը իհարկե դա պետք է դնար եւ ձեզ ասեմ քարտեզը ըստ իս լավագույն պայքարի ձևն է զեղծարարների դեմ պատմությունը խեղաթյուրողների որովհետեւ գրականությունը եթե կարելի է կեղծել պատվիրով կարելի է նոր պատմություն ստեղծել նոր հին քարտեզ հնարավոր չի ստեղծել դա կլինի եգիպտական թե բաբելոնյան վերջնաշով դա շատ կարեւոր է Իսկ ինչ մնաց այսօրվա խնդիրները, եթե կան հարցեր, խնդրեմ մեծ սիրով կպատասխանեմ։ Սկսենք հերվից, հետո գանք մեր ժամանակակից խնդիրներին եւ ինձ շատ հետաքրքրեց այդ 8000 տարեկան փղի ատամի վրա արված քարտեզը, որտեղ է դա եւ ինչ էր պատկերում արդյոք։ Ցավոք շատ քարտեզներ չեն պահպանվել, բայց այն ինչ որ հասել ամես ոչ միայն քարտեզի տեսքով, այլ գրականության տեսքով, տարբեր պատմիչների մոտ դա կա Ну, իսկ ինչ մնաց պապիրուսի վրա կամ մագաղաթի վրա դրանք դեռ փառքացու դեռ պահպանվել են։ Բայց քարտեզը ինքը շուտ փչացող պրոդուկտ է, դեռ շատ քարտեզներ ցավոք ոչնչացել են եւ հրդեհներից եւ խոնավությունից եւ գաղթի ժամանակ Բայց նորից եմ ասում պատմական քարտեզները դա լուրջ առաջինը սկսենք դրանից դրա ինֆորմատիվության մակարդակը Դուք պատկերացրեք մոտորապես 50 սանտիմետր 50 սանտիմետր թղթի վրա այնքան ինֆորմացիա է տեղավորված որ տասնյակ հատորներ երևի պետք կլինի որ այդ բոլորը նկարագրվի Դրա համար ես միշտ ասում եմ ոչ թե քարտեզ նայում են, այլ կարդում են քարտեզը։ Դա չգիտեմ, այդպես քարտեզ սիրող մարդը սրտի թրթրով է նայում քարտեզին։ Դա լուրջ եմ ասում, ինֆորմացիա տեղեկատվության շատ խորը աղբյուր է դա, շատ։ Մի քանի ատլաս ունեմ հաստափոր տարբեր լեզուներով եւ բարբերաբար ես դրանք թերթում եմ ուղակի վայելելու համար աշխարհի տեղեկություններն այդ գրքերի մեջ, բայց փղի ատամին նորից ուզում եմ անդրադառնալ, որովհետև ինձ դեռ բարձ չէ դա որտեղ գտնվեց, որտեղ է պահվում, արդյոք դեռ գոյություն ունի եւ ինչ էր պատկերված այդ փղի ատամի վրա։ Գիտեք, այն ժամանակվա մակարդակով ուղղակի ասեք սխեմատիկ, սա գետ է, սա ինչ որ ջրի ավազան եւ այլն, այդ մակարդակով ասում այսօրվա ինֆորմատիվությունը կար, իհարկե դա չկար այդ բոլորը Բայց դա ամենից հին թվագրված, որ տարիքը որոշվել է, այլ մոտորապես այդ տարիքի է։ Իսկ որտեղ է։ Հիմա դա արդեն չկա։ Շվեյցարիայում գիտեմ, որ պահպանվում էր այդտեղ։ Հիմա ինչպես է ինֆորմացիա, ես դա չգիտեմ։ Շատ ափսոս։ Ոչ թե այնտեղ է ստեղծել, այլ ինչ ճանապարհներով հասել։ Մենք Հայաստանում էլ ունենք այդպիսի քարտեզներ, մեծամուրում ունենք, Սևսար կոչվող լեռան վրա ունենք, որտեղ մի տեղում ջրային ռեսուրսների մասին տեղեկություններ են, չէ, Արագածի ջրաբաշխ կարծեմ համակարգի մասին, տիեզերական քարտեզ եւ այլն։ Այ օրինակ եգիպտական քարտեզը այնտեղ կա Եփրատ գետը, այ որտեղ որ կա Ուրարտո անվանումը։ Այն ժամանակվա մակարդակով է դա իհարկե արված։ Եգիպտական դա մոտավորապես 1000-1500 տարվա մասին ենք, չէ՞ խոսում։ Մի քիչ ավելի վաղ։ Ավելի վաղ։ Ավելի վաղ։ Օ, հրաշալի է։ Բաբելոնյան, եգիպտական։ Բաբելոնյան Ուրարտուն այո, արդեն 5-րդ դարում Ուրարտուն կար։ Եվ Բաբելոնյան քարտեզի վրա դա կա արտացոլված։ Իսկ
Ժամանակի ընթացքում մենք գիտենք, որ քարտեզագրության սկզբունքներն են փոխվել եւ առաջին լուրջ քարտեզը, որ լուրջ երևի սխալ բառ եմ օգտագործում մասնագիտական ձեր տեսանկյունից, առաջին քարտեզը, որը մենք նայելիս արդեն կարող ենք հստակ պատկերացնել ուղղություն, ուր է տանում ճանապարհը, որտեղ է սահմանը, որ ժամանակին է Եկեք դա տևագրվում։ անվանենք մաթեմատիկական հիմք ունեցող Լավ, ճշգրիտ։ շնորհակալ եմ հունական ուղղորդելու համար։ դպրոցն է։ Պտրոմեոս երևի արդեն։ Իրենց մոտ է այստեղ կարևորը ինչ պրոյեկցիայում է դա արված։ Գիտեք, երկրի մակերևույթը սֆերիկ մակերևույթ է։ Դա պետք է պրոյեկտել հարթության վրա։ Այնպես որ ես չի ասում, որ աղավաղում չլինի, հնարավոր չէ խուսափել աղավաղումներից, բայց այնպիսի պրոյեկտման եղանակ պետք է լինի, այնպիսի պրոյեկցիա, որ նվազագույնի հասցվի աղավաղումները, որ դա մաթեմատիկորեն հնարավոր լինի մշակել, գտնել, չափագրել այդ բոլորը։ Օրինակ գեոդեզների մոտ այդպես բան կա, ասում կարևորը նա չէ, թե ժամացույցը ճիշտ աշխատում, թե սխալ։ Կարևորը ես իմանամ ուղղումը։ Ինչ ուղղում պետք է մտցնեմ, քանի րոպե, քանի վայրկյան է շտապում կամ ինչքան է հետ ընկնում։ Այդ նույնը աղավաղումներ է, ինչպես դա հաշվարկել, մաթեմատիկորեն ինչպես դա անել։ Որ մենք ասենք անանշերակաց է, արդեն դա մաթեմատիկական հիմք կար դրա տակ։ Իսկ պրոյեկցիաները, այդտեսեք մենք հիմա Հայաստանում նոր կոորդինատային համակարգով ենք աշխատում 2002-ին VGS 84։ Մինչև այդ մենք գործ ունեինք բոլոր քարտեզները մեր տեղագրական SK 42 համակարգեր։ SK ռուսերեն նշանակում է սիստեմա կոորդինատ։ Դա 40 թվին որոշվեց երկագնդի ձևաչափը պրոֆեսոր Կրասովսկու կողմից հաշվարկը վերջացրին 42 թվին, դրա համար SK 42-ը կոչվում։ Կիրառության մեջ դրվեց 1946 թվից, ինչու 4 տարուց, որտեղ պատերազմ էր։ Պատերազմի ժամանակ չէին կարող բոլոր քարտեզագրական հիմքերը փոխել եւ այլն։ 46 թվից ընդհանուր մինչեւ 2002 թիվը ամբողջ սովետական միության, նույն թվում նաև Հայաստանը աշխատում ենք SK 42 համակարգում։ Հիմա մենք ընդգրկված ենք համաշխարհային կոորդինատային համակարգի մեջ VGS 84-ը։ Ինչու՞ն է տարբերությունը։ Դա սկզբնակետի կոորդինատային համակարգի ռեֆերենս էլիպսոիդ է, դա մաթեմատիկորեն որ շատ խորոդակ։ Մաթեմատիկան իմ թույլ կողմն է։ Ոչ միայն Եվ այդ քարտեզը, դապես աշխարհագրությունը, նույն ինչպես եւ ցանկացած դա կլինի գեոդեզը, միայն ինքը իրենով չի կարող լինել։ Նույն քարտեզի համար պետք է եւ գեոդեզը, որտեղ գեոդեզիական հիմքն է, կոորդինատային համակարգը, ցանցը եւ այլն, մաթեմատիկական հիմքը մաթեմատիկայի հետ կապ ունի, աշխարհագրության հետ, երկրաբանության հետ, սոցիոլոգիայի հետ, տնտեսագիտության հետ, որտեղ քարտեզը մենակ ռելիեֆ չի պատկերում։ Աշխարհագրական քարտեզը բազմად նորից եմ ասում, մենք այդ մասին խոսեցինք ձեզ հետ, որ ժամերով կարելի է հրապուրված ընթերցել քարտեզը ու մեծ հաճույք ստանալ եւ մեծ տեղեկատվություն ստանալ քարտեզից։ Իհարկե դա մասնագիտական շատ խնդիրներ կա, շատ հարցեր կա։ Ես օրինակ օգտվել առիթից շատ կցանկանայի, որ մենք դպրոցում ասում են, չէ՞, նախնական զինվորական պատրաստվածություն, որ ուսումնասիրեն նաև քարտեզները, խորությամբ, տեղագրական քարտեզները, որտեղ քարտեզները լինում են եւ թեմատիկ քարտեզ, սեկտորիստական, ադմինիստրատիվ, կլիմայական եւ այլն, բայց տեղագրական քարտեզը, տեղանքի ավանեք այդպես ճշգրիտ պատկերումը մաթեմատիկական հիմքի վրա, գեոդեզիական կետերով, դրա շրջանակներով, կոորդինատային ցանցով եւ այլն, որը նորից եմ ասում, դա պարտադիր պայման լինի, որտեղ այսօրվա մեր աշակերտը վաղվա մեր զինվորն է։ Դա պետք է դպրոցից արդեն սեր ունենա, կարողանա հասկանալ, ընթերցել քարտեզը։ Այսօր տեսնում եք չկա մի ոլորտ, սկսած եթե տաքսի եք պատվիրում, ցանկացած տաքսիստ կարող է նայել, դա սխեման ուրիշ է, քարտեզն ուրիշ է բոլորովին։ Եթե ասենք քաղաքի պայմաններում նայել եւ սխեմատիկ տեսնել որտեղ է խցանում, որտեղ միջև որ կետը քանի րոպե եմ հասնում, դա ուրիշ է բոլորովին։ Ճիշտ է, դա շատ է
թեթևացնում հոգսը, այդպես ասած, բայց ներեք ինչ որտեղ էլ իրեն բացականը ըստիս ունի, ինչպես հաշվիչը կալկուլյատորը հայտնվելուց հետո շատերը մոռացան նաև բազմապատկման ամուսակները, նույնը օգտվելով հեռախոսից շատերը մոռանում են գործունեն կողմնորոշումը, որտեղից ինչպես եւ այլն։ Իսկ ինչ մնաց ոլորտը, չգիտեմ, ես չեմ կարող անպատկացնել մի ոլորտ, որտեղ քարտեզը անհրաժեշտություն չլինի։ Իհարկե առաջերտին այն գիտությունները երկրի մասին, դա երկրաբանություն, դա աշխարհագրություն, դա գեոդեզիա եւ այլն, բազմաթիվ, դա պարտադիր պայման է։ Այսօր բոլորի համար շատ հասկանալ է կադաստր։ Այո։ Կադաստրային քարտեզը դա պարտադիր պայման է։ Չկա կադաստրային քարտեզ, չկա կադաստրային գործ։ Չկա տան հասցե։ Չկա հասցե, իհարկե։ Ու կադաստրային քարտեզագրություն դա ավելի շուտ թեմատիկ քարտեզ է։ Քարտեզներ կարող են լինել եւ ռելիեֆը պատկերվող, եւ միայն իրադրությունը, այսինքն հորիզոնական հանույթը։ Կադաստրային քարտեզը դա հորիզոնական, այնտեղ մենակ ցույց են տալիս սեփականության միավորները կամ գույքային միավորները, բայց մեկը մյուսի նկատմամբ բարձրություն, ցածրությունը դա չկա, դա կա տեղագրական քարտեզներ, դա համար տեղագրական քարտեզը հիմք է հանդիսանում մյուս բոլոր թեմատիկ քարտեզների համար, որտեղ կա նաև ռելիեֆը, բարձրությունը, բացարձակ բարձրությունը, ինչու շեշտում բացարձակ, որտեղ կա եւ հարաբերական բարձրություն, բացարձակ բարձրությունը դա Բալթիկ ծովի մակերևույթի նկատմամբ, ինչու Բալթիկ ծովի, Ինչու, որտեղ եթե վերցնենք ծովերը դրանք հաղորդակից անոթներ են, այո, կապ ունեն իրար հետ, հաղորդակից կանոտների օրենքով պետք է ջուրը նույն մակարդակի վրա լինի, բայց պարզվում որ նույն մակարդակի վրա չի։ այդ ինչպես։ Որովհետև հաղորդակից կանոտների օրենքը ճիշտ է լաբորատոր պայմաններով, եթե ոչ մի ազդեցություն չկա, ոչ ներքին, ոչ արտաքին, իսկ երկագունդը պտտում է իրեն առանցքի շուրջը, երկագունդը պտտում է արեգակի շուրջը, որ երկրի ընդերքը համասեր չի, խտությունները տարբեր են, ձողականության ուժը տարբեր է, որ երկագնդի վրա ազդում են նաև արտաքին լուսատները, օրինակ լուսինը, տեսնում եք այդ տեղատվություն, մակընթացություն եւ այդ թվարկած քիչ եւ դեր բազում պատճառներով ծովեր եւ օվկիանսները տարբեր չեմ ասում թե հարյուրավոր մետրերի տարբերություն կա, բայց կա տարբերություն, եթե այլ ոլորտում, ասենք տուրիզմում մի քանի սանտիմետր նշանակություն չունի, գեոդեզիա մենք գործ ունենք միլիմետրերի 10-րդական, 100-րդական մասի հետ։ Դրա համար հիմք է ընդունված Բալթիկ ծովի մակերևույթը Կրոնշտատում կա ջրաչափ ֆուտշտոկ։ Դրա զրոն ընդունված է որպես բացարձակ զրո։ Դա երկար տարիների ընթացքում որոշված է Բալթիկ ծովի միջին մակարդակը խաղաղ վիճակում եւ դա ընդունված է որպես զրո։ Եվ այդ տարածված է ամբողջ նախկին սովետական, նույն թվում նաև Հայաստանի։ Մենք անկախություն ձեռք բերելուց հետո չփոխեցինք համակարգը։ Ինչու։ Իմաստ չկար։ Այսինքն դա ճշգրիտ էր։ Դա բացարձակ ճիշտ ընդունել։ գոյություն չունի, ես միշտ ասում բոլոր չափումները անխտիր կերպով սխալներ են պարունակում։ Դրա համար կա մի ամբողջ գիտություն սխալների տեսություն բացված մեկը մենք գեոդեզները միշտ զգուշորեն են ասում, չեն ասում բացարձակ արժեքը կամ իրական արժեքը։ Եթե իրական արժեքը գիտեցել չափումներ տոմա պետք։ Մենք ասում ենք հուսալի արժեք, մենք ասում ենք հավանական արժեք, որի սխալը թույլատրելի սահմանումն է։ Իհարկե հնարավոր չէր Բալթիկ ծովից հասնել մինչև Հայաստան եւ սխալներ չներ, բայց սխալներից պատահական սխալների հատկություններից մենք ասում որ դրական եւ բացական սխալները հավասարապես են նման երբ որ չափումների քանակը ձգտում է անվերջության այսինքն դրանք իրար ոչնչացնում են դրա համար միտեղ ասենք 2 միլիմետր ավել եք չափել միտեղ 2 միլիմետր պակաս դրանք իրար ոչնչան կոմպենսացիա օրենքն գործում դրա համար մենք ունենք հուսալի բարձունքային ցանց Հայաստանում մենք ունենք 3 տեսակ ցանց որը հիմք է նաև քարտեզագրման համար պետական գեոդեզիական ցանց,
այ 42 թվի կոորդինատային համակարգում ազգային գեոդեզիական չափ, արդեն արբանյական եղանակով որոշված VGS 84 համակարգում եւ բարձունքային գեոդեզիական ցանց, ասած Բալտիկ ծովի մակերույթի ճիշտ լավար հարկորացել Բալտիկ ծովի մակերույթի 1977 թվի համակարգը, որտեղ վերահաշվարկը վերջի անգամ կատարվել է 77 թվին։ Այդ ցանցը ինչ է։ Դրանք կետեր են ամրացված կամ պատերին, կապիտալ շենքերի պատերին, կամ գետնի մեջ թաղված ռեպերներ են կոչվում, որոնց վրա կատարում են չափումներ, այդ չափումները Եվ կնիքներ են թողնվում։ դա ուրեմն հողով ծածկում են չոչնչացնելու համար, դրոշմանիշի գլխիկի նիշն են որոշում ծովի մակարդակի նկատմամբ եւ նույն համակարգում տարածված ամբողջ պետության սահմանով։ Հասկացա։ Կա հարաբերական բարձրություն։ Հարաբերական ինչ-որ մի պայմանական ընդունված կետից, օրինակ մենք հայրը սիրում ենք ասել, որ մեր Արարատը աշխարհի ամենից բարձր լերն է։ Հարաբերական բարձրություն։ Հարաբերական։ Բացարձակը իհարկե ջոբոլոգման է, բայց հարաբերականը ինչու։ Եթե հարաբերականը լերան, դա ստորոտի եւ գագաթի տարբերությունն է։ Իսկ Արարատը մոտ 4300 մետր համարյա տարբերություն։ Այնպես որ հարաբերական բարձրով իրոք։ Այո։ Բարձնում ենք։ Երբ քանի որ նշեցիք տարբեր քարտեզների մասին, ինչ տեսակի քարտեզներ կան, բացի գեոդեզիական քարտեզից։ Տեղագրական տոպոգրաֆիա։ Շատ լավ։ Տոպո դա տեղանքալշանքում։ Շատ լավ։ Եկեք թվարկենք եւ փորձենք բացատրել, թե որ քարտեզը ինչ է իրենից ներկայացնում, որովհետեւ դա իսկապես հետաքրքիր է եւ կարելի է տարբեր քարտեզներին ուղակի նայելիս պատկերացնել, թե դու ինչի հետ գործ ունես։ Որպես օրինակ հիշեցի մանկությանս տարիներին մեր տանը պատին քաղաքական քարտեզ կար կախված, ես նույնիսկ հիշում, դա խորհրդային դեռևս խորհրդային պետության ժամանակների քարտեզ էր, երբ եթե չեմ սխալվում նարնջագույն էր խորհրդային միությունը այդ քարտեզի վրա, եւ այսպես Այո, եւ ամեն հանրապետություն իրեն գույնով։ Այո։ Ցավոք շատ քարտեզերում Հայաստանը չէր տեղավորվում, թիվ էր գրվում, ներքև որ լեգենդա կոչվում, պայմանական նշանք գրում էին Արմյանսկը սեր։ Հիմա էլ գրեթե չի երևում ցավոք։ Այսպիսով ցանկացած քարտեզի համար ելակետային հանդիսանում է տեղագրական քարտեզ։ Շատ լավ։ Տոպոգրաֆիական, որը ստեղծում է գեոդեզիական չափումների, ճշգրիտ չափումների հիման վրա։ Այ որ ասիկա պետական գեոդեզիական ցանց, երևի ուշադրություն դարձած կլինեք նամակ եթե քաղաքից դուրս գաք բլուրների վրա երոտանի կամ 4 ոտքով պիրամիդաներ են, բուրգեր։ Այո։ Ну, միտեղ ասում է դա սրբավայր է, մյուս տեղ ասում է չգիտեմ ինչ, դա իրականում գեոդեզիական կետեր են։ Եթե մեկ քանդենք տակը, մի հատ սալիկ կգտնենք բետոնի, վրան դրոշմանիշ, նրա կենտրոնի կոորդինատներն է որոշված x-ը եւ y-ը։ Որոշված է նաեւ ոչ մեծ ճշտությամբ, որտեղ դրանք որպես ռեպեր չեն ծառայում, սանտիմետրի ճշտությամբ որոշված է նաեւ բարձրությունը։ Հայաստանում ներկայումս պահպանվել է մոտորապես 1700 այդպիսի կետեր։ Հա։ Օրինակ Երևանում, ասում եմ, դա 5-րդ մասիվում եկեղեցու մոտ երկրորդ դասի կետ կա, այդպես բարդ պիրամիդա դա կոչվում, գեոդեզիական կետերը ունենում են իրենց հատուկ անուն, դա կոչվում է նորք կետ, 1366 մետր ծովի մակարդակից բարձրությունը։ Հայաստանում կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասի երանգյունավորման կետեր են կոչվում կամ գեոդեզիական կետեր, Հայաստանում առաջին դաս չունենք։ Ինչ է առաջին դասը։ Ընդհանրապես չի եղել։ Իսկ ինչ է դա։ Որտեղ դրանք հորիզոնականների եւ միջերականների ուղղությամբ են ժամանակ են դեր ցարական Ռուսաստանից սկսած որ կառուցվել է սովետական միության տարիներին։ Սկզբունքը կոչվում է ընդհանուրից դեպի մասնակի։ Նոսր առաջին դասի մեծ ճշտությամբ կետերի ցանց է կառուցվում, հետո խտացվում երկրորդ, հետո երրորդ, հետո չորրորդ։ Այսինքն երբ քարտեզի վրա տեսնում ենք այդ գծերը հորիզոնական եւ ուղղահայաց, դրանց հատման կետերի մասն է խոսքը։ Ну, մի քիչ այպես չի։ Լավ։ Դա տեղագրական քարտեզի շրջանակի վրա կարելի է որոշել x-երը եւ y-ները։ Լավ։ Կարելի է նաեւ աշխարհական կոորդինատները որոշել։ Դրա համար դա հիմք է հանդիսանում մյուս բոլոր քարտեզների համար։ Օրինակ
երկրաբաններին չեմ ասում բոլորովին փնովեմ, ես էլ շատ եմ հարգում, միշտ ասում են, առաջինը երկրաբանն է գնում, երկրաբանը ոչ մի տեղ չի գնում, եթե ձերքին քարտեզ չկա։ Ինչ որ մեկը եղել է արդեն այնտեղ եւ քարտեզ աստեղծել դա գեոդեզիստն է եղել։ Պարզ է։ Մենք միշտ կատակով երկրաբաններին ասում ենք, մենք գեոդեզիայում գործ ենք ունենում վարկյանների ճշտությանը, պլյուս մինուս մի քանի վարկյան դեզեն, իսկ երկրաբանները 5-ից 12 միլիոն տարի առաջ 12 դա իհարկե կատակ է, բոլորը չեմ ուզում ցեմացնեմ, իրոք շատ կարևոր, շատ ես ուրախ եմ, որ հիմա մեր երկրաբանական բաժնում արդեն ոնց որ երկրորդ զարթոնք գնալով ավելի շատ ուսանողներ են ընդունվում, դա շատ կարևոր մասնագիտություն, շատ նման Հայաստանի համար։ Իմ սիրածողությունը։ Հանքա արդյունաբերություն, առանց երկրաբանի տեկտոնականություն, շերտեր։ Երկրաբանության էլ տարբեր, օրինակ ինչպես գեոդեզիա կա ցածրագույն գեոդեզիա կամ տեղագրություն է կոչվում, գեոդեզիա, բարձրագույն գեոդեզիա, երկրի ընդհանուր ձևը, չափը, քարտեզագրման համար հիմքի ստեղծումը, կիրառական գեոդեզիա կիրառումը ինժեներական նպատակով։ Ինչ որտեղ նաև քարտեզագրությունն են մտցնում որպես գեոդեզիայի մի բաղկացուցիչ, չնայած դա ես կարծացնեի որպես առանձին գիտություն, ֆոտոգրամետրիա, տիեզերական գեոդեզիա, այսօր այդքան, որ ասում ենք GPS բան, դա բոլոր կոորդինատները հաշվարկի հիման վրա առնում, դա տիեզերական գեոդեզիան է դրանով զբաղվում, ծովային գեոդեզիա, վերջնաշուտ ցամաքի 71% ծովերը եւ օվկիանոսներն են։ Այո։ Պետք է դա քարտեզագրել հատակը։ Իհարկե։ Նավագնացության համար պետք է քարտեզ ունենալ։ Անպայման, եւ դրանից է սկսվել։ Դրանք ծովային գեոդեզիա։ Ինձ որ կա եւ տիեզերական գեոդեզիա, եւ ծովային գեոդեզիա։ Նույն ձևի նաեւ երկրաբանությունը։ Եվ ինժեներական երկրաբանություն կա, եւ դրան եւ այլն։ Ընդհանրապես, եթե երեխաներն են մեզ լսելու, ես կուզենայի ասել, որ չկա վատ մասնագիտություն։ Հարկոր ուղղակի լավ սո, իրոք ոչ թե կոչ եմ անում արդեն ծերացած պրոֆեսորս, որ լավ սոյրեք, իրոք դա այդպես։ Նամանդ, երբ որ առաջացած տարիք ես լում, անընդհատ զգում է սովորելու կարևորությունը։ Ինչքան դա կարևոր է։ Ցավոք, դպրոցում միշտ չի, որ լուրջ եք ընդունում այդ կոչերը, բայց հավատացեք, որ իրոք լավ մասնագետը նման Հայաստանում այնքան հիմա մենք մասնագետերի կարիք ունենք եւ քարտեզագրերի եւ գեոդեզիստների եւ երկրաբանների ես ուղղակի թվարկում եմ այն ինչ որ ինձ է հոգեարազատ այն ոլորտը որտեղ ես գործ եմ ունենում բոլորովին նորությունացում չնցեմացնելով այլ մասնագետներ բայց միևնույն հարկոր է բազային լավ հիմք լավ կրթություն դպրոցի կրթություն այսօր դա շատ կարևոր է Հիմա թորնիկներ ասենք ասեն տանը քիչ ես ասում ես։ Փոքր են ձեր թորնիկները։ Չէ, մեծ արդեն 30 տարեկան է, փոքրը 17։ Հասկացա։ Եվ վստահաբար քարտեզ լավ գիտեն։ Ու ես կուզենայի որ ավելի լավ իմանան։ Հասկացա։ Դե որպեսի մեր հետևորդներն էլ ավելի լավ իմանան քարտեզ, մենք թվեցինք գեոդեզիական քարտեզ, երկրաբանական, ես նշեցի քաղաքական քարտեզ, որտեղ պետությունների սահմաններն են զատվում իրարից, դուք էլ սահմանակարերի մասին եք քիչ առաջ խոսում։ Մենք գիտենք նաև ֆիզիկական քարտեզ, որտեղ երևում են բարձրությունները, դուք քիչ առաջ հարաբերական եւ բացարձակ բարձրությունների մասին եք խոսում։ Կլիմայական քարտեզ։ Կլիմայական, այո։ Հազարավոր ցանկացած երևույթի վերա այսօր կա բժշկական քարտեզեր։ Այսօր մարդու դեպքեր կարելի է քարտեզի տեսքով հորիզոնականներով արտահայտել։ Իսկ հորիզոնականները դա միևնույն բարձրությունը միացնող գծերն են։ Անկամ կերպարվեստում գծերով նախապես այո։ Եթե սկսենք քննել այն հարցը, թե ինչպես ձևավորվեցին, ինչպես սկսվեց քարտեզագրության պատմությունը որպես մասնագիտություն, ապա ինձ մոտ ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպես էր մարդը մեր թվագրությունից առաջ, երբ դեռ չկային այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսին մենք այսօր ենք օգտագործում, կարողանում էր քարտեզագրել միջավայրը, չէ՞ որ ես անընդհատ մտածում եմ, եթե օրինակ
ես գնում եմ մի քաղաք Հայաստանի մեջ մեքենայով, ցուցանակներ կան, ես գնում եմ, տեսնում եմ ցուցանակները, միևնույն է, ես օգտվում եմ, եթե անծանոթ տեղ եմ գնում հեռախոսի էլեկտրոնային քարտեզից, բայց այն ժամանակներում, երբ ոչ ցուցանակներ կային ճանապարհներին, ոչ առհասարակ պատկերացում կար, մարդը միայն գիտեր, որ արևը դուրս է գալիս այս կողմից, այստեղ մայր է մտնում, այդ ժամանակ մտնում է, տարբեր ժամանակներում եղանակը փոփոխվում է եւ ուր գնար, ինչպես հասներ տեղ, ինչպես գնար բոլոր ճանապարհները հռոմ էին տանում կամ վերադառնալ Դվին Հայաստանի մայրաքաղաք, որտեղ նույնպես ճամփորդները հաճախ կանգ էին առնում, ինչպես էին կազմում այդ քարտեզները, որ մարդը կարողանար օգտվել։ Գիտեք, ինչի՞ մեկ վատ կարծիքի եք այդ ժամանակների մասին, մտածելով, որ անգրագետ է ոչ։ Բոլորովին, ուղղակի ես չեմ պատկերացնում, ինչ տեխնոլոգիական բուրգերը ինչպես կառուցեցին։ Այդ արեղծված է։ Այո։ Նույնիսկ ընդդեք որ քարտեզներ վերջաշով դա կյանքն է ստիպում։ Չգիտեմ կարելի է այդ հաղորդման ժամանակ ատակել։ Իհարկե։ Ասում են հայկական ռադիոն հարցում են ինչու կապիկը մարդ դարձած մահամինան դեպս լավ կյանքի չէր։ Երևի կյանքը ստիպել է որպես այդ ամբողջը գծագրեն, չափագրեն։ Ու իհարկե այսօրվա ճշտությամբ չի եղել։ Գուցե աչքաչափով, գուցե ոտնաչափով։ Բայց ինչպես էին կազմում, հայտնի է մեզ արդյոք։ Օրինակ, մի վարկած էի կարդում ամիսներ առաջ, որ վերևից կարողացան հասկանալ միջավայրը, բլուրների վերևից, հետո երբ արդեն այդպես է, իհարկե դա շատ ուշ ժամանակներ է։ Բլուրներից մարդու տեսողությունը ինչքան է ի վիճակի։ Այդ բարձր բլուրներից իրոք դա պատմական փաստ է, որ երկրի կոռուպցիոնը, որ երկիրը գնդաձև է։ Դա իրոք այդպես է, որտեվ հարթավայրը հնարավոր չի։ Պատկերացեք օվկիանոսի ափին, նման եթե ժայռի վրայից մի քանի 100 մետր բարձրություն, իհարկե արդեն տեսողականությունը ցույց է տալիս, որ երևում է արդեն կոռուպցիոնը։ Ամենայն հավանականությամբ, որտեվ գիտեք ինչ, ամեն մեկը որ ես ասեմ, դա կլինի ընդամենը բազմաթիվ վարկածներից մեկը։ Ընդամենը։ Այսինքն դեռ այսպես ապացուցված գիտական տեսություն չկա, թե ինչպես կազմվեցին առաջին քարտեզները։ Պատկերացեք ճիշտն էլ համար, այո։ Հա, հասկացա, հետաքրքիր։ Դա գիտեք, կատակով ասում են աստղագետների բանն է, այդքան միլիարդ աստղա, դե արի ապացու, այդքան միլիարդ, այդքան միլիարդ չի։ Հիմա իրենք կնեղանակ ասեն, չէ, դա մենք հաշվում ենք, բան գտիս դեպ չէ։ Պարոն Արեգ Միքայելյանը մի օր ինձ բացատրեց, թե ինչպես են հաշվում։ Հա, դու սխալի չափ է տեղի չկա դա։ Հա, չեն կարող ոչ ճիշտ ապացուցել, ոչ սխալը։ Նույնն էլ է։ Բայց հետագայում արդեն զարգանալով, երբ որ նավագնացությունը դա արդեն բարդ է, երբ որ աշխարհական մեծ հայտությունները եկան, իհարկե ամեն նոր ճանաչված գտած տարածք չափագրվում է։ Ինչպես էին չափագրում։ Ու շատ այսօրվա մեր տեսեք հիմա մենք ասում ենք էլեկտրոնային տախիոմետր եւ ընդհանրապես հիմա մեր կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով դեռ 2009 թվին քարտեզագրումը կարելի է կատարել միայն էլեկտրոնային տախիոմետրերով եւ GPS համակարգով արդեն հին ձև ասենք մեզուլային կամ թեոդոլիտով բան դա արդեն կիրառելի չի որտեվ արդեն թվային դա բոլորը պետք է տեղափոխվի համակարգիչ։ Իհարկե դա չկար էժան, բայց հիմքում այսօրվա մեր նույնիսկ ամեն ժամանակակից էլեկտրոնային տախոմետր դա ինչ է։ Դա թեոդոլիտ է անկյունաչափական գործիք։ Դա լույսային հեռաչափ է, հեռավորություն է չափում, եւ դա համակարգիչ է, որ այդ բոլորը հաշվարկում է միանգամից տալիս է եւ վերազանցումը, եւ բացարձակ բարությունը, եւ կոորդինատը, բազմաթիվ խնդիրներ է լուծում։ Այն ժամանակ էլ արդեն սկսեցին ստեղծել եւ տարբեր աստրալաբեր, տարբեր անկյունաչափական, ճիշտ է շատ ավելի հասարակ, ավելի պրիմիտիվ, գնալով ավելի ճշգրիտ, ավելի լուրջ սարքեր, սարքավորումներ։ Այսօր օրինակ մեր շինարարական ինստիտուտը ունի իրեն փոքրիկ լավ գողտրիկ թանգարանը հին գեոդեզիական սարքերի սարքավորումների։ Բավական հետաքրքիր է թե ինչ թեոդոլիտներ կային, ինչ նիվելերներ կային։ Մի փոքր ես ունեմ իմ ազնական թանգարանը, եթե պետք լինի կարող եմ միանգամ։ Հին գործիքները դա շատ հետաքրքիր որպես հնություն։ Նու իհարկե այսօր բոլորովին ուրիշ սկզբունքներ են։ Եվ ես ձեզ ասեմ, այդքան մեկ ասում ենք GPS, ասելով որ դա ամերիկյան, այո դա ստեղծվեց Ամերիկայում 1973 թվին
իրենց բանակի տեղադիրքը որոշելու համար, բայց որ մի քիչ խորը գնանք, դրա հիմքում ընկած էր սովետական միության գյուտը։ 1957 թվականի հոկտեմբերի 4-ին սովետական միությունում առաջի անգամ աշխարհում արձակվեց արհեստական արբանյակը, որը պատտվեց երկրագնդի շուրջը, անընդհատ ուղարկեց իրեն ազդանշանները պի ցավոք մենք չկարողացանք երևի ժամանակին սովետական միությունում օգտվել դրանից, ամերիկացիք մի քիչ ավելի պրակտիկ էին, նրանք մտածեցին լավ, եթե մի արբանյակ ուղարկում է իրեն ազդանշան եւ մեկ երկրագնդի վրա կարողանում ենք դա ընդունել, իսկ եթե մեկի փոխարեն լինի մի քանիսը, հաշվարկությունից եթե լինի 24 արբանյակ եւ պատտվեն որոշակի ուղեցրով, որոշակի արագությամբ, մի կետից եթե մենք միաժամանակ տեսնենք 4 արհեստական արբանյակ, տեսնենք նկատի ունենք ոչ թե վիզուալ տեսնել, այլ ազդանշանը ընդունել։ Ուրեմն կարելի է հաշվարկել կանգնած կետի կոորդինատները։ Այսինքն հիմքում ընկած էր սովետական միության արձակած արհեստական ճշգրիտ չափում է։ Համեմատաբար։ Համեմատաբար իհարկե։ Եվ գնալով ավելի ճշգրիտ է դառնում, ավելի է խորանում, ավանդական եղանակով փաստորեն հիմա ոչ մեկը էլի վերադառնանք մեր քարտեզներին, քարտեզագրական հիմք, գեոդեզիական հիմք հիմա միայն արբանյակային։ Այ մենք ունենք Հայաստանում արբանյակային ցանց, որ կոչվում է ազգային գեոդեզիական, պետական գեոդեզիական այդ հիմներ, որ ասած այդ բլուրների վրա, ունենք ազգային գեոդեզիական ցանց, խողովակներ են կարմիր գույնի ներկած, որին գրած գեոդեզիական կետ պահպանվում է պետության կողմից։ Էլի սկզբունքը նույնն է ընդհանուրից մասնակին։ Ունենք 5 կետ, դա գաղտնի ինֆորմացիա չէ, նենց որ կարող ենք մենք հանգստացել, մեկը Շիրակի մարզում, մեկը Երևանում, Վարդենիսում, Նոյեմբերյանում եւ Ղափանում։ Դա մեծ ճշտությամբ որոշված կետեր են։ Գալիս արդեն առաջին դաս, դրանից հետո գալիս է երկրորդ դաս։ Այսինքն ընդհանուրից դեպի մասնակի։ Մենք այսօր աշխատում ենք միայն նրանցով։ Իհարկե չենք ատեսում նաև պետական գեոդեզիական ցանցը, դրանք փոխադարձ կապված են։ Եվ կա բանալի մի համակարգից մյուսը անցնելու։ Որտեղ դա վերջնաշով ստեղծված է էլի Հայաստանի համար, դա չօգտագործելը ճիշտ չի լինի։ Ինժեներական տեսակետից իհարկե։ Երբ եւ ինչու ձևավորվեցին, դե ինչու կարելի է ենթադրել իհարկե այդ հորիզոնական եւ ուղղահայաց գծերը քարտեզների վրա։ Գիտեք, կա քարտեզը նաեւ չափագրման համար է։ Օրինակ տեսեք, եթե այդ դուք ասում եք ձեր տանը կար ադմինիստրատիվ քարտեզ, այնտեղ դուք չափագրել չէի կարող, դու շատ կոպիտ ասենք կարող եք քանով չափել Երևանից մինչև Թալին, քանի սանտիմետրա մասշտաբով արտահայտել, դա այն ճշտությունը չէր լինի։ Իսկ տեղագրական քարտեզը, այդ ցանցերը դրա համար են, կա այնտեղ կիլոմետրային ցանց եւ մասշտաբներ։ Մենք Հայաստանում ունենք օրենք Հայաստանի Հանրապետության մասշտաբային շարքը։ Այդ էլ չէ որ կամավոր մեկի հարաբերություն 4518, դες բաց չկա։ Քարտեզագրական մեր մասշտաբը մեկը 10000, մեկը 25000, մեկը 50000, մեկը 100000, 200000, 500000 միլիոն։ Դրանք քարտեզ կա հատակագիծ։ Հատակագիծը դա քարտեզի տարբերում են դրանով, որ հատակագիծը ավելի փոքր տարածք է ընդգրկում, քարտեզը ավելի մեծ։ Հետևաբար հատակագիծը ավելի ճշգրիտ է, քան քարտեզը։ Ինչու, որտեվ երկրագնդի կորությունը չի ազդում հատակագծի վրա։ Դա հիմնականում օգտագործվում է կադաստրային որ ասի, դա մեծ հաշվով վերջնաշով դա հատակագիծ է, ոչ թե քարտեզ։ Գիտեք, սկսենք նրանց, որ մենք ասում ենք քարտեզը դա երկրագնդի ամբողջ մակերույթի կամ մի հատվածի պատկերումն է թղթի վրա, դա գիտականորեն այնքան էլ ճիշտ չէ։ Եթե միայն պատկերը լիներ թղթի վրա, ապա այդ դեպքում այսօր հիմնական դա տիեզերքից են նկարահանում, այրոնկարներ, անօթաչու թռչող սարքերը։ Նրանք ամենից օբյեկտիվ պատկերն են, բայց դա պատկեր է, դա դեր քարտեզ չի։ Հա։ Այդ քարտեզի համար պետք է դրա մաթեմատիկական հիմքը լինի։ Այսինքն այդ գծերը որ կան, եւ գծերը, բացի դրանից առաջերտը պետք է լինի ընդհանրացում, գեներալիզացիա։ Այն ինչ որ անհրաժեշտ չէ տվյալ քարտեզի համար, որպեսզի ուշադրություն չեղի, դա հանում են։ Հասկացա։ Միանման շատ տարեր միավորում են։ Օրինակ ասենք
վերևից երևում է գյուղ, պարտադիր չէ այդ գյուղի մանր տներ, որ ոչ մի ֆրժ, այդ բոլորը ընդհանրացնում մի հատ պայմանական նշանով, հա, գյուղ կողքը գրում են անունը, դա գեներալիզացիան է, քարտեզի ընդհանրացումը, քարտեզը բերում են մի մասշտաբի, Ինչ է մասշտաբը։ նայած նպատակը, ինչ նպատակի համար։ Օրինակ շարքային քաղաքացու համար, որը մասնագետ չի, նա տեսնում է քարտեզ։ Գծերը հասկացանք, որպեսզի եւ չափագրումներ անելու համար հնարավոր լինի օգտագործել եւ օրինակ ես որպես քարտեզից օգտվող մարդ կարող եմ նաեւ հիշել, որ 42 եւ 50 օրինակ հորիզոնականների մեջ տեղավորվում է այս երկիրը, հա, Հայաստանն է անցնում։ Գիտեք, ինչ հորիզոնական երկու տեղել հորիզոնական ենք օգտագործում, որպեսզի բան չանե, կա հորիզոնական պրոյեկցիան, բայց կա հորիզոնական միևնույն բացարձակ բարձրությունը միացնող գիծը, կոր, սահուն, փակ գիծը, դա կոչվում է հորիզոնական։ Հասկացա։ Եթե ասենք Երևանի վրա ասում է 1000-րդը, դա նշանակում է բոլոր կետերը 1000 մետր են ծովի մակարդակից բաց։ Հասկացա։ Նրա հարակիցը ասենք կարող է 1005, 1010, 1015 եւ այլն։ Քայլը ասենք 5 մետրը մեկ։ Դա կախված է ռելիեֆից, կախված է քարտեզի մասշտաբից։ Ինչքան մասշտաբը փոքր է, այնքան ինֆորմատիվություն, տեղեկատվություն ավելի քիչ է, բայց ընդգրկումը ավելի մեծ է։ Դրա համար տարբեր ձևի քարտեզներ, ասենք, տեսեք, հիմա հյուսից հարավ ավտոճանապարհը։ Դա սովորական մեկը 10,000 կամ մեկը 25,000 քարտեզի վրա տեղադրել է տասնյակ հարյուրավոր թերթեր պետք։ Ուրեմն վերցնում են ավելի փոքր մասշտաբի գլխավոր ուղղությունը տանում, հետո առանձին հատվածը ավելի խոշոր մասշտաբ է։ Իսկ ասենք կամուրջների, թունելների արդեն ասում են հատակագծերը, որ ավելի ճշգրիտ նախագծվի։ Այսինքն մասշտաբը 1 սանտիմետրում 1 սանտիմետրում քանի մետրի տեղանքում։ Եվ սովորաբար միշտ սանտիմետրն է, չէ՞ նշվում։ Ընդունված է սանտիմետր, ասենք եթե ասում ենք 1-ը 1000-ի մասշտաբ, դա նշանակում 1 սանտիմետրում 10 մետր։ 2 զուրո պետք է ջնջել։ Դա ընդունված է, 1 սանտիմետրում քանի։ Քարտեզի վրա լինում է նաև կիլոմետրային ցանց։ Ասենք մեկը 10,000 քարտեզի վրա կլինի 10 սանտիմետր մեկ, ասենք ամեն կիլոմետր մեկ։ Դա համընկնում է առանցքային միջօրյականը։ Այն ինչ է առանցքային միջօրյականը։ Հյուսիսային եւ հարավային բևերը միացնող երևակայական գիծը դա կոչվում է միջօրյական։ Դվալ կետով անցնող կոչվում է իրական միջօրյական։ Այս սեղանի այս կետով անցնում է ինչ-որ մի երևակայական միջօրյական։ Այդ ձևի անթիվ քանակով կարելի է տանել։ Միայն մեկը, որ ասում է Գրինվիչի աստղադիտարանի վրայով ընդունված որպես զրոյական։ Այո, որտեղից հաշվում ենք ժամանակը։ Հա, ոչ միայն ժամանակը, աշխարհական կոորդինատները, աշխարհական լայնությունը։ Գրինվիչից դեպի արևել կլինի արևելյան լայնություն, դեպի արևմուտք կլինի արևմտյան լայնություն։ Եվ կենտրոնով անցնում է հասարակածը։ Կենտրոնով անցնում է հասարակածը։ Դեպի վերև հյուսիսն է, դեպի հյուսիսային եւ հարավային։ Կա աշխարհական երկայնություն եւ աշխարհական լայնություն։ Սովորաբար սխալմամբ դա լայնություն ասում են երկարություն չէ, աշխարհական երկայնություն։ Գաուսի առաջարկով սկսած Գրինվիչի աստղադիտարանից 6 աստիճանոց գոտիներ են տարված։ Այսպես որ հաշվենք Հայաստանը կլինի 8-րդ գոտին։ 6 արշանշպես 0-ից մինչև 6 արշան կլինի առաջին գոտի, 6 արշանից 12 կլինի երկրորդ գոտի եւ այլ։ Հայաստանը ընդգրկում է 42 եւ 48 միջօրյականների միջև, դա 8-րդն է։ Քարտեզների կա անվանակարգում, նոմենկլատուրա, անունը քարտեզի, որտեղ եթե ձեզ պետք է ինչ-որ քարտեզ պատվիրել, դուք չեք ասել, տվեք ինձ այն քարտեզը, որտեղ գավառն է գտնվում։ Դուք պետք է ասեք, տվեք ինձ եւ քարտեզի անվանումը։ Այլ է սկսում Գրինվիչից, բայց ոչ թե առաջի համար, այլ ավելացված է 31-ը, եթե Գաուսի գոտին առաջինն է, անվանակարգմանը 31, այսինքն Գրինվիչի հակառակ կողմից է սկսում։ Հայաստանը 38-ն է միշտ, որտեղ այդ 8-րդ գոտի մեջ ենք մենք գտնվում։ Հասարակածից դեպի հյուսիսային բևեր եւ հարավային բևեր բաժանված է 4 աստիճանը մեկ։ Եվ նշանակված է լատնական այբերի մեծատարով։ Մեր Հայաստանին որ հասնում է ներքևի մասը Ժ-ը մի քիչ ավելի վերև կան, այսինքն բոլոր եւ այն սեղանը, որ 6 աստիճան երկայնություն է եւ 4 աստիճան լայնություն, դա 1 միլիոնոց քարտեզի թերթն է։
Հայաստանը տեղավորվում է 2 միլիոնոց քարտեզի վրա, Ž38 եւ K38, դա միլիոնոց քարտեզի թերթն է։ Սովորաբար քարտեզների վրա վերևում միշտ հյուսիսն է, ներքևում միշտ հարավը, Աջ արևելքը, ձախ կողմում արևմուտքը։ Երևի միայն Անտարկտիդան է, որ իր կառուցվածքով այնպեսին է, Հա, ընկնում են համերից վերև։ Այո, վերևից է եւ ուղղակի պետք է ուշադիր լինել, թե որտեղ է նշված հյուսիսը հարավը, եւ այստեղ մենք պետք է հիշենք, որ կողմնորոշիչ գործիքներից մեկը քարտեզի օգնական կողմնացույցն է։ Եվ երբ ձևավորվեց, Այդ ասած է դեր հին ժամանակ գործիքներից մեկը դա կողմնացույցն էր։ Եվ նավագնացության, եւ քարտեզագրման համար։ Ну դա դեր դպրոցից երևի քիշենք Սլաք է, որի մագնիսացված ծայրը միշտ ցույց է տալիս հյուսիսը, գեոդեզիայում դա ոչ մեծ ճշտության աշխատանքի համար ամրացում է անկյունաչափական գործիքին, պտտվում միջև հյուսիսային բևերը հետ համընկնի, տեղադրում են զուրաշրջան, հետո պտտելով դա պայմանական կարելի է ընդունել որպես ազիմուտ, բայց կամ մագնիսական ազիմուտ դա կրել։ Մագնիսական ազիմուտը եւ իրական ազիմուտը որպես կանոն չեն համընկնում իրար հետ։ Մագնիսական սլաքի խոտորում կա։ Հա։ Ամեն տեղանքի համար քարտեզի ներքև գրվում է ինչքան է խոտորումը։ Ես գիտեմ, որ աշխարհում որոշ տեղերում կան, որտեղ կողմնացույցը դադարում է աշխատել։ Չի դադարում, սկսում է պտտվել, Կուրսկայ անոմալիան եւ այլն։ Ну որտեղ որ Հայաստանում կարելի է բարձրավոլտ սիանտակ կանգնել, կողմնացույց չտա։ Մագնիսական դաշտ է, այդտեղ սկսում է պտտվել։ Հասկացա, հետաքրքիր է։ Իսկ Կուրսկայ անոմալիան, որտեղ այնտեղ մետաղի հանքեր են, դրա համար ազդում է սլաքը։ Մագնիսը տագնապի մեջ է հետևում։ Մենք ունենք բացի թղթի վրա պատկերված քարտեզից նաև գրքերի տեսքով ատլասներ, որոնք ավելի նեղ քարտեզներ են, ավելի տեղային եւ ավելի մեծացված մասշտաբով եւ հաճախ դրանք օգտագործվել են ժամանակին վարորդների համար, որոնք երկար ճանապարհ են գնացել կամ այլ նպատակներով։ Կար է այդպես ատլաս ավտոմոբիլներ դարոգ է։ Ну ատլասը ընդհանրապես դա նույն թեմատիկ քարտեզների հավաքածուն է։ Դա կարող է լինել ալբոմի տեսքով, գրքույկի տեսքով։ Իմիջիալոց մենք ունենք այդ Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս, կադաստրի կոմիտեի հետ համատեղ իմիջիալոց մեր ամբիոնելա մասնակցության ֆակուլտետը հոյակապ աշխատություն։ Չգիտեմ, էնցիկլոպեդիա այդ համահավասար ինֆորմացիա պարունակող շքեղ հրատարակված եւ նորից եմ ասում շատ մեծ տեղեկատվություն է։ Այո, որովհետեւ ազգային ատլասը դա լեռնաշղթաները, գետերը, լճերը, սկսած ոչխարաբանությունից վերջացած միջև տեղագրական քարտեզներ, ամեն ինչ։ Բուսատեսակները, անտառային գոտիներ։ Շատ ասում եմ հարուստ։ Դե վերջաշողեց քարտեզի այդ լեգենդը, որ ասում եմ, դա նաև բացատրական մաս է։ Քարտեզը մենակ պայմանական նշաններով չի միջոցով, մենք էլի կադաստրի կոմիտեն կարծեմ 2010 թվականին հրատարակել է Հայաստանի Հանրապետության համար ընդունելի պայմանական նշանները։ Կամայական ձևի չի արտահայտվում քարտեզի վրա։ Դա խիստ օրենքով սահմանված պայմանական նշաններ են։ Կա երկու տեսակ՝ մասշտաբային եւ արտամասշտաբային։ Ասենք եթե կարևոր օբյեկտ է, բայց մասշտաբով որ փոքրացնենք, չեն կարող կարդալ, դա արդեն անտեսում են մասշտաբ, դա կոչվում է արտամասշտաբային։ Ասենք պատկերացրեք ավտոճանապարհը։ Երկարությունը իհարկե մասշտաբով արտահայտվում է, բայց լայնությունը դա հնարավոր չի։ Հասկանալի։ Բայց դա տեսանալի պետք է լինի։ Քարտեզ նորից եմ ասում, դա շատ հետաքրքիր։ Ես 84-85 թվականին աշխատել եմ Ալժիրի, Ալժիրի դեմոկրատական հանրապետություններ կոչվում։ Եվ ձերքից տակար Ալժիրի քարտեզը Փարիզում հրատարակված մի հյութեղ գեղեցիկ գույներով, եւ դա վաճառվում էր բենզալցակայաններում, կրպակներում, գրախանութներում, ազատ ճամփորդների համար։ Հա, բայց այնքան գրավիչ գույներով, այնքան լավ պայմանական նշաններով, որ նայում էր Սահարայի անապատկերներ, դա դրախտ է, գեղեցիկ էր, բայց դժոխք էր։ Ես սիրում եմ անապատները։ Հա,
Բայց քարտեզի վրա ավելի այնտեղ եւ օազիսներ պատկերվում որտեղ կա եւ ճանապարհը որը վրան եթե կարմիր գիծ ակտած ուրեմն այնտեղ կարող է քամին եւ ծածկի ասֆալտը ուրեմն հարկորը զգուշ լինել Մենք էլ Հայաստանի օրինակ նման տուրիստական քարտեզներում ու տեղագրականումներ լեռնանցքները գրվում է որ ասենք Սենեմի լեռնանցքը երբ խորհուրդ չի տրվում ասենք դեկտեմբերի 15-ից մինչև փետրվարի 15-ը որ կարող է եւ ծածկված լինել ասենք բացի նրանից այն ինչ որ նկարահանված է եւ վեր է ածվել քարտեզի հետո ինչպես ասենք գեներալիզացիա մաթեմատիկական հիմքի գեոդեզիական եւ այլն նաեւ բացատրական շատ բաներ կա այնտեղ շատ Եվ գույները մեզ նույնպես կարող են ուղղորդել միանշանակ կանաչը ավելի Ну դա արտահայտման ձևերից մեկն ասենք դաշտավայրերն են այո ինչքան հա գույնը կամ լեռները արդեն դեղին տափաստաններ դարչնագույն տափաստաններ մկանում որքան մկանում այնքան բարձր է ջրային գոտիները միշտ կապույտով են նշված Եվ եթե մենք քարտեզը կարող ենք մեր գրպանում դնել եւ ճամփորդել ապա կա մի գործիք շատ հետաքրքիր, որը մենք չենք կարող մեզ հետ պտտել, բայց կարող ենք իրեն պտտել, գլոբուսը։ Ну, գլոբուսը դա քարտեզագրական պրոդուկտներից մեկն է։ Նա էլ իրեն յուրովի տեղն ու դիրքը ունի։ Նա շատ ավելի դիտողական է, շատ ավելի երկրի ընդհանուր ձևը, պատկերացնելու համար իհարկե գլոբուսը անփոխարինելի է։ Այն դեպքն է, որը քարտեզը զիջում է իրեն տեղը գլոբուսին։ Հատկապես եթե հիշենք, որ քարտեզի վրա դուք արդեն նշեցիք այդ մասին, որ ճշգրտությունները աղավաղումներ կան այնտեղ պարտադիր իսկ այս դեպքում պետությունները ավելի ճշգրիտ չափերով են հանդես գալիս։ Համարյա չկա, դա միշտ զգուշ է կա, որտեղ գլոբուսը պատկերում է գնդի տեսքով, բայց իրականում երկրագունդը գունդ չի։ Դա պտտման էլիպսոիդ է։ Ես որքան գիտեմ, ես ասեմ դուք ինձ ուղեք, մանդարինի տեսք ունի, հա, այդպես ոչ շատ կլոր։ Բևերներով սեղմված։ Դա գալիս է նրանց, որ պտտվում է իրեն առանցքի շուրջը։ Իսկ արդյոք մակերևույթը, այսինքն ըստ էության մակերևույթն էլ գլոբուսի պես հարթ չէ, այլ երկրի տարբեր, եթե մենք վերևից նայում ենք, բարձրությունները համեմատած երկրագնդի մակերևույթի հետ, 510 միլիոն քառակուսի կիլոմետր։ Այո։ Իսկ պատկերացրեք, ասենք ամենից բարձրը 8840 ջոմոլոգման։ Դա ինչ է այդ ամբողջ ահռելի տարածքի հետ համեմատած։ Այդտեսեք բևերային տարբերություններ կան Արարատը մեզ համար բացի էմոցիայից նաև բարձր լեր բայց երբ շատ հերվից նայես տեսես ընդհանուր կամ ինքնաթերով տեսես այդ ամբողջ տարածքից երկու հատ կոնաձև մակերևույթ նույն ջոմոլոգան ընդամենը 8848 ամբողջ երկրագնդի, այսինքն իշխողը ավելի շուտ դա ծովի միջին մակարդակն է, օվկիանոսի միջին մակարդակ։ Վերջնաշուտ 71% դա ծովերի եւ օվկիանոս։ Դրա համար ծովերի եւ օվկիանոսների միջին մակարդակը խաղաղ վիճակում մտովի տարած ցամաքետակով ու փակված դա կլինի երկրագնդի ձևը, գեոյի դա կոչվում։ Գեո երկիր իդեո նման, երկրադման։ Բարը ինքը ասում է, որ դա մաթեմատիկական տերմին չէ։ Դա մաթեմատիկորեն հնարավոր չէ արտահայտել, որովհետև պայմաններից մեկը, որ ամեն մի կետում լինի ուղղայաց տվյալ կետով հասնող ծանրության ուժի ուղղության հետ։ Այդ ձևի անթիվ քանակով կարելի է տանել։ Դրա համար արդեն մենք վերցնում ենք շատ աշխատանքներում որպես գունդ։ Նույն ծավալի գունդ, ինչքան որ մեր գեոիդի պարփակված տարածքն է։ Իսկ հատակագծերը, որ հատակագծի առավելությունը կայում է դրանում, որ աղավաղում չի լինում, որտեվ ասենց վերցնենք, եթե 10 կիլոմետր գիծ վերցնենք երկրագնդի վրա, երկրի կոռուպցիոնը ազդում է ընդամենը 1 սանտիմետր։ Այդ 1 սանտիմետր, եթե մենք բաժանենք 10 կիլոմետրի վրա, կստացվի մեկի հարաբերությունը 1 միլիոնի։ Դա այն առավելագույն ճշտությունն է, որով մենք գործ ենք ունենում գեոդեզիայում։ Դրանց ավելի մեծ ճշտություն ուղղակի դրա կարիքը չկա։ Այդ դրա համար ուրեմն 10 կիլոմետր մի կողմ, 10 կիլոմետր մի կողմ, 20-ը 20-ի վրա կիլոմետր տարածքը մենք ընդունում ենք որպես հարթ մակերևույթ։ Արդեն երկրի կոռուպցիոնը մենք հաշվի չենք առնում։ Հասկացա։ Դա հիմնականում ինժեներական աշխատանքների ժամանակ ենք մենք վերցնում։
Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր։ Ես ինձ համար էլ հետաքրքիր նոր բաներ բարձեցի եւ հուսամ, որ ձեր աշակերտները, ուսանողները լավագույն քարտեզները կպատրաստեն առաջիկայում եւ մենք հնարավորություն կունենանք աշխարհին զարմացնելու նոր որակի քարտեզներով, որովհետեւ ինքներս օգտվում ենք բոլոր հնարավոր քարտեզներից եւ կարիք ունենք։ Շատ հույս եմ, որ իրենք շատ ավելի լավը կլինեն, քան մեկ ավելի կանեն, որտեղ հիմա հնարավորությունները շատ ավելի շատ են։ Այո։ Եվ տեխնիկական, եւ ուսումնական, եւ չգիտեմ, բոլոր առումներով։ Հիմա փաստորեն ցանկացած գրականություն, ցանկացած բան մաչիլ են բոլորը։ Դա որ ինչ որ մտքով անցնի, կարող են ուսանողն միայն դե մտքով անցնի։ Մի հատ ուզենան կարդալ, մի հատ ուզենան ձգտել։ Ոչ միայն մենք դասախոսներից ենք իրենց տրամադրության տակ, այլ ամբողջ աշխարհի գրականությունն է իրենց տրամադրության տակ։ Եվ քիչ չէ այդ գրականությունը մեծ հաշվով։ Ուղղակի պետք է որ իրենք ձգտեն, իրենք հասկանան, որ ամեն տարիք ունի իրեն, կա սովորելու տարիք։ Երբ որ ուղեղը ինքնպես ձգում կուտակում է այդ ինֆորմացիան։ Օրինակ 70-ից արդեն այնքան հոգս ու դարդոցա, որ հասնում ես միջև էջի վերջը, տեսնում ես մեջտեղը, թե երբ ես անցել, ինչ ինֆորմացիա կար։ Դրա համար ես իրոք շատ կուզենայի, որ երեխաները այդ բնությունից իրենց բաժին հանած սովորելու տարիքը իզուր էլ թող զբաղվեն, խաղան, չգիտեմ, ինչ են ասում, ով հիմարություն չարել, նա ջահել չի եղել, բայց ամեն ինչը չափի սահմանում, ամեն ինչը սովորելը երկրորդական, երրորդական չդարձնելով։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն, որ հետևում եք մեզ։ Կհանդիպենք շուտով։ Լավ եղեք։